Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի 5-րդ օրվա հերոսները Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն էին։ Միրզոյանը մոտեցել էր քարոզարշավ իրականացնող Փաշինյանին եւ ականջին շշնջացել։ Թուրքերն այսօր բացում են։ Մի հատ welcome տեքստ անենք, եւ քանի որ Փաշինյանը բարձրախոսով էր, Միրզոյանի խոսքերը լսվեցին նաեւ ուղիղ եթերում։ Ավելի ուշ լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ էր շշնջացել Փաշինյանի ականջին։ Միրզոյանը պատասխանեց. «Կբացեն, կհասկանանք»։ Միայն նշեց, բացելը հայ-թուրքական սահմանին չէր վերաբերում։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այսուհետ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը ըստ Փաշինյանի տանում էին ձևակերպում երրորդ երկրում, որից հետո ապրանքը Հայաստան էր տեղափոխվում։ Հիմա Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում է ավելացվում եւ Հայաստանն ավելանում է առաքման երկրների ցանկում։ Հիշեցնենք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կողմերը դեռ 2022-ի հուլիսի 1-ին էին պայմանավորվել ցամաքային սահմանը բացել դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց եւ երրորդ երկրների քաղաքացիների համար, որն առ այսօր կյանքի չի կոչվել։ Նախորդ տարեվերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարեց, որ 2026-ի սկզբին Հայաստանի հետ կարգավորման գործընթացում խորհրդանշական քայլեր կլինեն, որոնք սակայն առ այս պահը չեն եղել։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն անընդունելի է համարում ցանկացած արտաքին միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությանը։ Ինձ համար անընդունելի է ցանկացած երկրի միջամտություն Հայաստանի գործերին, ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում, ոչ ճիշտ Հայաստանի համար։ Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է ընդունում Ռուսաստանի Դաշնության հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն Ուկրաինայի ճանապարհն է բռնել։ Սամվել Կարապետյանը պատասխանեց նաև քաղաքացիության հետ կապված հարցերին, չհստակեցնելով, թե Կիպրոսի եւ Ռուսաստան Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել։ Առավոտյան արթնացած հանգեցի Արամ Վարդևանյանին, ես լիովին վստահում եմ նրան եւ այս հարցի հետ կապված ինչ փաստաթուղթ տալիս է, ստորագրում եմ։ Կես կատակ, կես լուրջ, ասաց Կարապետյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ընտրվելու դեպքում որտեղ է տեսնում Նիկոլ Փաշինյանին, Կարապետյանը կարճ պատասխանեց. «Թմբուկ նվագելիս»։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը շնորհավորական ուղերձ է հղել Վրաց ուղղափառ եկեղեցու նորընտիր պետ համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Շիո III-ին։ Վեհափառ հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. Ձեր ընտրությունը վառ վկայություն է Վրաց եկեղեցուն ժողովրդին բերած ձեր տարիների նվիրյալ սպասավորության մեր աղոթքն է, որ ամենակալ Տերն իր առած շնորհներով մշտապես զորավիք լինի ձեզ հայրապետական բարձր առաքելության մեջ խաղաղության ու օրհնության շավիղներով առաջնորդելու բարեպաշտ Վրաց ժողովրդին։ Ձերդ սրբություն, սիրեցյալ եղբայրի Քրիստոս, հայոց եւ Վրաց եկեղեցիների միջև դարավոր եղբայրական կապերը խարսխված մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո եւ հարուստ հոգեվոր ու պատմական ժառանգության վրա վստահ ենք։ Ձեր պատրիարքության օրոք եւս կշարունակեն ամուր հիմք ծառայել մեր եկեղեցիների, ժողովուրդների եւ պետությունների գործակցության համար։ Նորին սրբությունը Շիո 3-րդ կաթողիկոս պատրիարքին մաղթել է քաջ առողջություն, երկար տարիների արգասաբեր հովվապետական ծառայություն, ի փառս Աստծո եւ ի բարօրություն Վրաց եկեղեցու հավատավոր Վրաց ժողովրդի։ Նախկին արտգործնախարարը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց, իսկ Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունները շատ սրեց։ Մի քանի շաբաթ առաջ, երբ Մոսկվայում իրենց հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Փաշինյանին հրապարակային փաստի առաջ դրեց ԵԱՏՄ եւ Եվրամիություն թեմայով, Փաշինյանը ահավոր սխալ դիվանագիտական պատասխան տվեց, երբ ասաց. այնքան ժամանակ, ինչքան հակասություն չկա, առայժմ այսպես կշարունակենք, հետո կնայենք։ Անկեղծ ասած 7-րդ դասանի աշակերտը երևի թե նման պատասխան չէր տա, ես մի պահ մտածեցի, որ երևի թե այդ մթնոլորտի մեջ Փաշինյանը անակնկալի եկավ եւ այլ պատասխան չուներ, դրա համար այդպես ասաց։ Բայց երբ երկու օր առաջ լրագրողները նորից այդ հարցը տվեցին նրան, նա նորից նույն պատասխանը տվեց, ասաց նա. ըստ Օսկանյանի Նիկոլ Փաշինյանը դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու մարդ է, ով չի իմացել, այսօր էլ չի իմանում, թե ինչ է դիվանագիտությունը, այս 8 տարիների ընթացքում էլ բացարձակապես ոչինչ չի սովորել։ Ցանկացած իրավիճակում, երբ նա առաջ հարց է եղել, միշտ ինքը արել է սխալ ընտրություն
հաղորդակցություն վերջին գագաթնաժողովի ընթացքում Զելենսկու ներկայությունը, Մակրոնի հայտարարությունները եւ բազմաթիվ այլ հարցերի արդյունքում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շատ ավելի սրվել են, իսկ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները մեր 30 տարվա անկախության շրջանի ամենացածր մակարդակի վրա են գտնվում, նշել է Օսկանյանը։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ Փակbaşնետիրական ընկերության Անիֆի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3.7 միլիարդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեն։ Հայաստանի Հանրապետության կառավարության մայիսի 7-ի որոշմամբ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է ձեռնարկել քայլեր 3.7 միլիարդ դրամի չափով ֆոնդի փայլի մարում իրականացնելու ուղղությամբ, որի արդյունքում 3.7 միլիարդ դրամ գումարը կփոխանցվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ասված է հաղորդագրության մեջ։ Կոմիտեն ներկայացրել է նաև նախապատմությունը, թե ինչպես են պետությանը վերադարձվել այս գումարները։ Ըստ այդմ 2020 թվականին հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով ձևավորված տնտեսական մարտահրավերները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տնտեսական նշանակություն ունեցող ներդրումները խթանելու նպատակով որոշում էր կայացվել իրականացնել տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր 80 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով։ Առաջին ծրագրի շրջանակում պետության կողմից երկու փուլով ձեռք էին բերվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ Փակbaşնետիրական ընկերության ենթակա ձեռնարկատեր պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ Փակbaşնետիրական ընկերության կողմից կառավարվող ձեռնարկատեր պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումներ Փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի փայեր 10 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ։ 2021-ից 2023 թվականների ընթացքում ֆոնդի կողմից բաժնամասնակցային ներդրումներ են իրականացվել 10 Փակbaşնետիրական ընկերություններում։ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա ձեռնարկատեր պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ Փակbaşնետիրական ընկերության բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները Անիֆից փոխանցվել են պետական գույքի կառավարման կոմիտե, որից հետո դիտարկվել է ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի հարցը։ Արդյունքում կառավարչին թույլատրվել է սահմանված ժամկետում վաճառել ֆոնդին պատկանող բաժնետոմսերը որպես օտարման գին սահմանելով առևտրային ընկերությունում ներդրված գումարի եւ դրա ներդրման օրվանից մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը։ Իրականացվել է 4 ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքի գործընթաց։ Նշված ընկերություններում ֆոնդի ներդրումների հանրագումարը կազմել էր 29 միլիարդ դրամ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը 3.7 միլիարդ դրամ։ 10 միլիոն ծառ տնկելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների հավակնոտ նախագիծը փաստացի փոխարինվել է։ Դրա փոխարեն իրականացվում է տնկիների ծրագիրը։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ վերջին 6 տարվա ընթացքում հանրապետության 8 մարզերում տնկվել է գրեթե 6 միլիոն տնկի։ Այստեղ հստակեցրել են, որ դրանց տնկումը կապված չէ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին 10 միլիոն ծառ տնկելու լայնածավալ նախաձեռնության հետ։ Նախարարությունից նշել են, որ 10 միլիոն ծառի տնկման ծրագիրը չի իրականացվել նախատեսված ձևաչափով 44-օրյա պատերազմի եւ կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Միևնույն ժամանակ 2019 թվականից 2025 թվականների նախարարության ենթակայության տակ գտնվող Հայ-Անտար կազմակերպության կողմից տնկվել է շուրջ 5 միլիոն 938 հազար 71 տնկի, դրանցից մոտ 25 հազարը 2025 թվականին փոխանցվել են համայնքներին կանաչապատման նպատակով։ Շրջակա միջավայրի նախարարությունը նշել են, որ տնկիների պահպանվածության միջին մակարդակը կազմում է 60-ից 65%, սրանից կարելի է եզրակացնել, որ կպել է մոտ 4 միլիոն տնկի։ Տնկման աշխատանքներն իրականացվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց-Ձորի եւ Տավուշի մարզերի անտառային հողերում։ Ըստ նախարարության, անտառատնկման գործընթացում հիմնական մարտահրավերներն են բնակլիմայական պայմանները, հողի որակը եւ ոռոգման հնարավորությունների սահմանափակությունը։ Նախարարության ենթակա կառույցներն իրականացնում են անտառային մշակաբույսերի ագրոտեխնիկական խնամք, խոթունց եւ տնկարկների լրացման աշխատանքներ։ Մայիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 15:40-ի սահմաններում Դմիտրով գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 57-ամյա Արմեն Ս-ի վարած Նիսսան Ծիանա մակնիշի եւ 21-ամյա Համլետ Ա-ի վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով առողջներից Արմեն Ս-ն եւ ուղևորը, ով ըստ վայրում հավաքվածների անչափահաս է եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմեն Ս-ն Արտաշատ բժշկական կենտրոն, անչափահասը Երևանի մասնագիտացված հիվանդանոցների մեկը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է անչափահաս վիրավորի ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։